Վաղաշաբաթ համայնքի Գեղակերտ բնակավայրում բացվեց Խոյ երիտասարդական տարածքը։ Երիտասարդական տարածքը հիմնադրվել է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության և Վաղաշաբաթի համայնքապետարանի համագործակցությամբ, Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երիտասարդները գործելիս ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է World Vision Հայաստան մեդիա նախաձեռնությունների կենտրոն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Բացմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզային ու համայնքային կառույցների պատասխանատուներ, երիտասարդներ ու հյուրեր։ Ժողովրդավարության լաբորատորիա, այսպես որակեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, նման տարածքը միևնույն ժամանակ այն կնպաստի ոչ ֆորմալ կրթության ու կամավորական աշխատանքի զարգացմանը։ Այս տարածքները կծառայեն որպես ժողովրդավարության և թիմակայուն հասարակությունների յուրատեսակ լաբորատորիաներ։ Այստեղ երիտասարդները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը, կսովորեն երկխոսել, լինել հանդուրժող, հասկանալ միմյանց և դրսևորել քաղաքացիական պատասխանատվություն։ Այս ամենը ուժեղ և թիմակայուն Հայաստանի կարևորագույն հիմքերից է։ Տարածքը համայնքի երիտասարդների համար նոր հնարավորությունների հարթակ է, որը միավորում է կրթությունը, ստեղծարարությունը և համագործակցությունը մեկ միջավայրում, ինչը նաև համայնքում դրական փոփոխությունների կհանգեցնի, ասում է Ժաննա Անդրեասյանը։ Իրականում կրթության ամենակարևոր և արդյունավետ մասը տեղի է ունենում դրա գործնական հարթության մեջ, երբ որ սովորում ես անելով, և երիտասարդները գործելով սովորում են ամենակարևոր հմտությունները, որը նրանց դարձնում է մեր երկրի լավ, հայրենասեր, արժանապատիվ քաղաքացիներ։ Գյուղական բնակավայրում նման տարածք բացել է նաև համայնքային կյանքի ակտիվացման խթան է, որտեղ երիտասարդները կարող են զարգանալ, ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, ստեղծագործել, ունենալ բովանդակալից ժամանց, հանդես գալ նախաձեռնություններով և իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստել համայնքում դրական փոփոխությունների իրականացմանը։ Երիտասարդական միջավայրի կենսունակության ապահովման համար կարևոր է մի քանի բաղադրիչի համադրումը, և դրանք են որակյալ բովանդակությունը, երիտասարդական աշխատողների առկայությունը, ամենակարևորը վերապատրաստված երիտասարդական աշխատողների առկայությունը, համայնքային ներգրավվածությունը և իհարկե երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Երիտասարդները հնարավորություն կունենան զարգանալու և գործելու իշա համայնքի բարօրության։ Երիտասարդական կենտրոն ունենք նաև Վաղարշապատ համայնքում, որը իր պրակտիկ փորձով ցույց է տվել, որ արդյունավետ է և խթան է հանդիսանում երիտասարդների զարգացման համար։ Համայնքի երիտասարդները նման տարածք ունենալուն երկար էին սպասել։ Գյուղական բնակավայրերում կան շատ երիտասարդներ, շատ պատանիներ, ովքեր որ մեծ ներուժ ունեն, մեծ պոտենցիալ ունեն և կարող են այստեղ իրենց ներուժը բացահայտել, զարգացնել և համատեղ միասնական ուժերով համայնքի և երկրի համար գաղափարներ և մտքեր իրականացնել։ Նախաձեռնողները Խոյ երիտասարդական տարածքը զինել են անհրաժեշտ տեխնիկա սարքավորումներով, ժամանցն ապահովող միջավայրով ու այն ռեսուրսներով, որոնցից օգտվելը այստեղ որևէ ժամանակահատվածում սոսկ սպասելիք է եղել։ Հնարավորությունները տարբեր են, սկսած նյութատեխնիկական բազայից, որ կարող են օգտագործել, տարածքից, որը կարող են օգտագործել իրենց հանդիպումները, իրենց նախաձեռնությունների շրջանակներում ինչ-որ դասընթացներ, սեմինարներ անցկացնելու համար։ Պարբերաբար երիտասարդների հետ կատարվում են այնպիսի ծրագրեր ու հանդիպումներ, որը երիտասարդներին ավելի մասնակցային է դարձնում, այսինքն ներառում է համայնքային կյանքի մեջ, ու իրենք սկսում են արդեն զարգացնել համայնքը, նպաստել համայնքային կյանքի զարգացմանը, իրենց կարևոր են զգում։ Այն տեսանկյունից, որ այս ամեն ինչը ինչ որ անում ենք համայնքում, այն մեծ խթան է հանդիսանալու մի կողմից համայնքի կյանքը ակտիվացնելու տեսանկյունից, մյուս կողմից խթան է նաև համագործակցությունը խորացնելու տարբեր գործընկեր կազմակերպությունների համար և ամենամեծ շահառուները բնականաբար համայնքի բնակիչներն իդեմս այս պարագայում մեր համայնքի երիտասարդները։ Ապահովելով անվտանգ, ներառական և ոգեշնչող տարածք գաղափարների ձևավորման, փորձի փոխանակման և դրական փոփոխությունների իրականացման համար։ Սա է առաքելությունը, որը կհասնի նաև Շիրակի մարզի Անի և Լոռու մարզի Ալավերդի համայնքներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։